Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատականը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Տեղի ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Ղազախստանից, Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստանը ներմուծվում հացահատիկ։ Այսօր Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի 5-րդ համաժողովին հայտարարել է Փաշինյանը։ Ղազախստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը։ 102 տարեկանում կյանքից հեռացել է Շարլ Ազնավուրի քույրը Աիդա Ազնավուր Կարվարենցը։ Տեղեկությունը հայտնում են Ազնավուր ընտանիքը եւ Ազնավուր հիմնադրամը։ Աիդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանում թողնելով գեղեցիկ ապրած կյանք, լիցքով, ուժով եւ ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ։ Ծնված լինելով գաղթի ճանապարհին Սալոնիկում 1923 թվականին Աիդան իր եղբոր հետ կիսում էր ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան դաստիարակությունը, այլև ողջ կյանքի ընթացքում կապված էր նրա հետ ջերմագույն սիրո։ Նրանց կապն անչափահաս էր հենված ընդհանուր պատմության, երաժշտության եւ մարդկանց հանդեպ անհուն սիրո վրա, ասված է հայտարարության մեջ։ Շարլը հաճախ էր Աիդային անվանում իր կյանքի կայուն խարիսխներից մեկը եւ իրենց ընտանիքի հիշողությունը։ Արմավիրի մարզի Էջմիածին Մարգարա ճանապարհին բախվել են Մազդա եւ Լադա մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը մարմնական վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները։ Ավտովթարը տեղի է ունեցել այսօր ժամը 8:50-ի սահմաններում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Մ-ի վարած Մազդա եւ 34-ամյա Գարիկ Մ-ի վարած Լադա մակնիշի ավտոմեքենաները։ Լադայի վարորդը տեղում մահացել է, Մազդայի վարորդն ու Լադայի ուղևորը Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Քրիստինա Բ տեղափոխվել են վաղարշաբաթ բժշկական կենտրոն։ Հայաստանը մանկական Եվրատեսի 2025 երգի մրցույթում կներկայացնի Ալբերտ Արմենակյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի արդյունքում։ Տեղի եւ միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։ Հայաստանյան պատվիրակի մրցույթային երգ եւ տեսահոլովակը կհրապարակվեն շուտով, ասված է հաղորդագրությունում։ Ալբերտն այս տարի նաեւ մասնակցել է ֆրանսիական մանկական ձայնը The Voice Kids նախագծին, որտեղ նշանավոր ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորի թիմի կազմում հասել է եզրափակիչ փուլ։